Սկզբում մեզ ուղարկվեցին համալսարանից տարբերակները պրակտիկայի, մենք պետք է ընտրեինք մի քանի տարբերակներից ու իրականում շատ արագ կարճ ժամանակահատվածում պետք է կատարեինք ընտրությունը, տենց չենք էլ հասցրել նորմալ ուսումնասիրել եւ այլն, բայց տենց ոնց որ կարդացինք անունը եւ թե ինչ է իրանից ներկայացնում, միևս դրա հասկացանք, որ այս ճիշտ ընտրությունն է։ Ճիշտն ասած, հենց ես եմ ընտրել Inlight-ը, որովհետև ընտրելուց առաջ նախ ծանոթացա Inlight-ին, կազմակերպությանը, կատարած աշխատանքներին, հետո արդեն մտադրված ընտրեցի հենց Inlight-ը։ Սկզբից փորձեցի ինֆորմացիա գտնել Inlight-ի մասին, գտա կայքը, կարդացի ինչով է զբաղվում կազմակերպությունը, հետո արդեն կապնվեցինք հենց Inlight-ի հետ եւ ավելի մանրամասն իմացանք։ Ընթացքը շատ հետաքրքիր ընդհանուր առմամբ, քանի որ նյութերը ընտրվել էին հիմնվելով մեր սիրելի ոլորտների, սիրելի թեմաների վրա։ Հատկապես շատ հետաքրքիր էր խմբագրման գործընթացը, որի ընթացքում ուշադրություն էինք դարձնում ավելի մանրուքների, քերականական, բառային եւ այլ մանրուքների։ Չնայած նրան, որ on-line են անցել եւ բանախոսությունները եւ քննարկումները, հետադարձ կապը եւ ակտիվությունը միշտ պահպանվել է եւ նույնիսկ կարծես միջավայրում կազմակերպության ջերմությունը զգացվում էր, հոգատարությունը, որ միշտ պատրաստ են օգնել։ Պրակտիկան ինձ համար այստեղ շատ հետաքրքիր անցավ, ավելի հետաքրքիրն այն էր, որ բանախոսություններ էին տեղի ունենում թարգմանության հետ կապված, խմբագրության հետ կապված նաև, ու այդ բանախոսությունները շատ օգնում էին հետագա թարգմանությունների համար, այսինքն փորձառու մասնագետները խորհուրդներ էին տալիս, կիսվում էին իրենց խորհուրդներով, որոնք էլ հետագայում արդեն թարգմանելիս, խմբագրելիս հանդիպում էինք այդ խնդիրները և փորձում էինք լուծել։ Ամբողջ պրակտիկան, եթե նկարագրենք, կասեմ, որ արդյունավետ էր, հետաքրքիր և պրակտիկ։ Այս ընթացքում մենք հասցրեցինք նաև բացահայտել ինքներս մեզ, որովհետև մենք համալսարանում այնքան շատ չենք խորացված թարգմանություններ արել, ինչքան որ ստեղ, ու հասկացանք, որ կարանք սա եւս դիտարկենք մեզ որպես հետագա աշխատանք։ Տպավորությունները իրականում շատ լավն են, ինձ շատ դուր եկավ, որ ամեն ինչ համակարգված էր նախ եւ առաջ, կային ուղեցույց, ինչ պետք է անենք, կոնկրետ, որը բացատրում էր, ինչպես պետք է օգտվենք ամեն ռեսուրսներից, նաև հետադարձ կապն էր շատ բավարարեցնող, որ ամեն թարգմանության եւ խմբագրությունից հետո մեր Inlight-ի մասնակիցները միշտ հետադարձ կապը պահում էին։ Շատ հետաքրքիր էր նաև անգլերենից հայերեն թարգմանությունը, որը ավելի մեծ ուշադրություն էր պահանջում անգլերենի դեպքում ճիշտ բառեր, ճիշտ հոմանիշներ ընտրելու համար եւ շատ ուրախ եմ, որ հենց Inlight-ում եմ անցկացրել իմ պրակտիկան։ Տեքստերի հետ գործ առաջին անգամ եմ ունենում որպես եւ թարգմանիչ եւ խմբագիր, ինչպես նաեւ հստակ դեդլայններով աշխատանք չենք ունեցել։ Երևի ժամանակի կառավարումներ ինձ համար բարդ, մի փոքր, բայց կարծում եմ ստացվեց, քանի որ on-line էր, մտածում էի, որ հեսա կանեմ, կհասցնեմ, բայց լինում էր այնպես, որ վերջի վայրկյանին էր մնում։ Լինեն ավելի ուշադիր, փորձեն ավելի շատ բան ձեռք բերել, գիտելիքներ ձեռք բերել ու իրենց նզարված հնարավորությունից օգտվեն։ Պրակտիկայի ընթացքում զարգացրել եմ բառապաշարս, ձեռք եմ բերել թարգմանչական գիտելիքներ եւ բացահայտել եմ խմբագրի այդ աշխատանքը։ Շատ հետաքրքիր էր հենց խմբագրություններ կատարելը։ Եվ ուրիշների սխալները հայտնաբերելը։ Հաջորդ քայլը ինձ թվում է ավելի զարգացնել թարգմանական գիտելիքները,
եւ քայլ առ քայլ մոտենալ այդ մասնագիտությանը, քանի որ նախկինում չէի պատկերացնում, որ ընդհանրապես կապ ունենամ թարգմանության հետ։ Հետմտություն, դիպլոմ եւ ծանոթություններ նոր։ Հաջորդ քայլը դիպլոմային պաշտպանությունը եւ մագիստրոսական ուղղվածության հետ այդ հարցերի մասին մտածել ավելի կոնկրետ։ Գիտելիքը կտանեմ, ջերմությունը եւ ընկերասիրական միջավայրը։ Իրականում ես տրամադրվել եմ կամավորի ուղղել միանալին այդ կազմակերպությանը եւ փորձել իմ ոլորտին համապատասխան այլ աշխատանքներ գտնել եւս։ Հետաքրքիր հիշողություններ եւ նոր գիտելիքներ։